Հանուն հոր և որդվո և հոգվույն սրբո ամեն Գինի չունենք Ահա այսպիսի կոչ խնդրանքով Մայրամ Աստվածածինը բոլորիս մայրիկը դիմեց իր միածնին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին երբ Գալիլեայի Կանա քաղաքում հարսանիքի էին հրավիրված Կանայի հարսանիքը սիրելիներ և ուղիղ և նաև այլաբանական իմաստով շատ նման է մեր կյանքին մեր կյանքը որը Աստծո ներկայությամբ ապրելով մեծ ուրախություն է և հարսանիք և գիտենք որ եկեղեցին ներկայանում է հարսի դեմքով իսկ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսը փեսայի դեմքով և այս հարսանիքը միշտ ուրախության մեջ կլինի եթե մենք իրական փեսային հետևենք եթե մենք իրական փեսային մեր խնդրանքները ուղղենք եթե եկեղեցին իր փեսային փոխի եթե հավատացյալը իր փեսային փոխի այսինքն մեր Տեր Հիսուս Քրիստոսին իր կյանքում պետք է դառնություններ և տխրություններ լինեն իսկ եթե անընդհատ իր փեսային դիմի մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին ինչ փորձության և ինչ դժվարության մեջ է լինի պիտի այն քաղցրության լցվի գինին գիտենք սիրելիներ որ զվարթության առիթ է հարսանիքների ժամանակ կերուխումերի ժամանակ մարդկանց սեղանների անբաժան այսպես ըմպելիք է և պատկերացրեք այդտեղ այդ հարսանիքի ժամանակ ինչ մեծ իրարանցում տեղի կունենար եթե հայտնի դառնար որ այլևս գինի չկա խմելու բայց դեռ հրավիրյալները ներկա են ուզում են ուրախանան ուզում են նորապսակներին իրենց ուրախությամբ իրենց ներկայությամբ լցնեն և ոգևորեն և հանկարծ հենց այդ պահին կերուխումի այդ թեժ հատվածում իմանային որ գինի չկար նախ դա ամոթ կլիներ փեսայի համար որը իր հրավիրյալների քանակով համապատասխան գինի չուներ և երկրորդ նաև ներկաների համար բամբասանքի և ավելորդ խոսակցության առիթ պետք է դառնար այսօր մենք էլ սիրելիներ երբ որ ինչ որ ուրախ տոն ենք ուզում անել նշել մեր կյանքից ծնունդ կլինի մկրտություն կլինի թե հարսանիքը կլինի անպայման մենք մարդկանց ենք հրավիրում նրանց ովքեր որ մեզ հետ մեր ուրախությանը մասնակից են լինում և նաև նրանց ովքեր որ անտարբեր չեն մեր տխրությանը և տեսեք շատ կարևոր մի հանգամանք որ առաջին ու ամենակարևոր տեղը մեր կյանքի յուրաքանչյուր առիթին պետք է ունենա Հիսուս Քրիստոսը որպես առաջին հրավիրյալը բոլոր հրավիրվածների միջից եթե մենք մի կարևոր նախաձեռնություն ունենք և այդ նախաձեռնությանը մասնակից դարձնելու համար մարդկանց ենք հրավիրում մոռանում ենք բայց որ Քրիստոսին հրավիրենք այդ նախաձեռնությունը վստահ պիտի ասենք որ ձախողվելու է դա կլինի գործ կլինի ուսում կլինի չգիտեմ արվեստագործում ինչ որ մի գործունեություն թե կյանքի որևիցե դրվագում եթե մենք Քրիստոսով չառաջնորդվեցինք եթե Քրիստոսին մեր նախաձեռնությունների մեջ չհրավիրեցինք մենք դրանք ձախողելու ենք առավել ևս մեր համատեղ կյանքը երբ որ սկսում ենք մի անձի հետ և չունենք հրավիրված մեր հարսանիքին Քրիստոսին մեր կյանքին մասնակից և ուղեկից չունենք Քրիստոսին մենք այդտեղ էլ ենք ձախողելու հարսանիքի հյուրերը որոշակի պահից թողնում են հարսնքավորներին, ամուսնացողներին և նրանք մենակ են մնում իրենց կյանքի ընթացքում ամուսնական ընտանիքներում այսօրվա ժամանակակից աշխարհում մեծ խնդիր է սա որ մարդը մենակության մեջ է մնում և կողմնորոշվելու հարցում շատ այսպես ծանր և պատասխանատու պայ առաջ է կանգնում
եւ շատ դեպքերում սխալ որոշումների պատճառով ընտանիքներ են քայքայվում եւ խանգարվում։ Ավետարանում եւ Սուրբ գրքում մեր Տեր Հիսուս Քրիստոս եւ Հայր Աստված ասում են. այդ իսկ պատճառով տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը, միանա իր կնոջը եւ երկուսը մեկ մարմին պետք է լինեն։ Անգամ հորն ու մորը թողնելու կոչ է անում ավետարանը եւ Սուրբ Գիրքը։ Բայց հորն ու մորը թողնելով, երկուսը միավորվելով, այդ միավորությունը կատարյալ կլինի, երբ որ պելյուսի նշանը կամ խաչի նշանը Քրիստոս լինի։ Այդ երկուսի արանքում, եթե միավորման նշանը Քրիստոսը չի, հավասարը չի կարա սերը լինի։ Շատ եմ չի հանդիպում, ես ինչ գումարած, ես ինչ հավասար է սեր։ Սա պատկերավոր եմ ասում, որպեսզի հասկանաք ինչի մասն է խոսքը։ Եթե այդ խաչը Քրիստոսը չէ, այնտեղ հավասարության նշանից հետո սերը չի։ Կարող է լինել շահը, կարող է լինել հաճույքը, կարող է լինել կիրքը, կամ որևիցե մի ուրիշ բան, բայց ոչ սերը։ Եթե ուզում եք հավասարության նշանից հետո սերը լինի, անպայման պետք է այս երկուսի անձերի արանքում խաչը Քրիստոս լինի։ Գումարման նշանը Քրիստոսը լինի։ Քրիստոսով պիտի գումարես դու քո կյանքը մեկ ուրիշի կյանքին։ Եթե դու չունես Քրիստոսին քո կնոջ քո հարաբերություններում, դու ձախողելու ես քո ընտանեկան կյանքը։ Եթե չունես դու Քրիստոսին քո ընկերոջ հասարակական կյանքից ներս փոխհարաբերություններում, դու այն էլ ես ձախողելու։ Ամեն ինչ անելուց առաջ, ամեն որոշում կայացնելուց եւ գործ սկսելուց առաջ միշտ Քրիստոսին ձեր եւ այդ ձեր գործի միջեւ գումարման այս նշանը դրեք։ Եվ այդ ժամանակ կտեսնեք, թե ինչքան պետք է հաջողություններ բսակեք, եթե այդ գործը սկսած գործը բարի է։ Եթե բարի չէ սկսած գործը, գումարման նշանը, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսն է այլաբանական իմաստով, ինչ էլ ուզում ես արա, չի նայվելու կողքին, այն ինչը որ բարի չէ։ Եթե դու քո գործը սկսելուց առաջ, քո նախաձեռնությունը սկսելուց առաջ Քրիստոսին չունես, այդտեղ ինչ էլ դնես տեղավորվելու է, բայց եթե Քրիստոսին դրեցիր այդ գործի ու քո միջև, եթե բարի չեղավ, չի տեղավորվի, եթե բարի եղավ, նոր կտեղավորվի։ Մենք խոսք ունենք, չէ, առաջ Աստված, Աստծո կամքով մի բան անելուց առաջ միշտ ասում ենք։ Իրականում այդպես է, առանց Աստծո կամքի, առանց Աստծո մասնակցության, մեր կյանքը լիարժեք ուրախության մեջ չի լինի։ Գինին զվարթության, այսպես խորհուրդն է սիրելիներ մեր կյանքի։ Եթե այն պակասում է, այն միայն կարող են Քրիստոսով ավելացնել։ Իսկ պակասում է վստահ եղեք։ Որքան էլ հրավիրյալները թվով սակավ լինեն եւ որքան էլ գինին առատ լինի, բայց գալիս է մի պահի, որ այն ավարտվում է։ Որպեսզի կյանքի անհամ ջուրը քաղցրահամ գինու վերափոխվի, դու պետք է Քրիստոսին քո կյանքում հրավիրված ունենաս։ Քո բոլոր նախաձեռնություններում, քո կյանքի կարևորագույն դրվագներում Քրիստոս պետք է առաջնահերթ տեղ ունենա։ Այստեղ շատ կարևոր հանգամանք է Մայրամաստվածածնի խնդրանքը։ Շատերը մերժում են սրբերի բարեխոսությունը, տարբեր կրոնական խմբակներ, ասում են, որ մենք անհրաժեշտություն չունենք միջնորդների մեր Տիրոջ հետ փոխհարաբերությունում։ Ոչ, ունենք սիրելիներ։ Տեսեք, Մայրամաստվածածինը տան Տիրոջ անունից եկավ եւ Քրիստոսին խնդրեց։ Չնայած որ Քրիստոս ասում է դեռ իմ ժամանակը չէ, որպես ես փառավորվեմ եւ որպես ես ինձ բացահայտեմ, բայց իր մոր խնդրանքը չմերժեց։ Եվ իր մոր խնդրանքով այդ հարսանիքի ուրախությունը, որ պակասել էր, 6 կարաստ հակույկներով, որոնք գիրքն ասում է հրյաների մաքրության համար էր ծիսական, ջուր լցնել տվեց եւ այնտեղից ծառաներին հրամայեց, որպեսզի տանեն եւ մատուցեն տաճարապետին, այսինքն սեղանապետին։ Եվ սեղանապետը ջուրը գինու փոխված այդ հրաշալի ըմպելիքը խմելուց հետո զարմացած դիմում է Փեսային եւ ասում. բոլորը անուրակ գինին, լավ գինին սկզբից են տալիս
եւ հետո երբ մարդիկ հարբում են հյուրերը, հրավիրյալները, այդ ժամանակ որ անուրակն են տալիս, դու հակառակն ես անում։ Սա է շատ կարևոր է։ Կյանքի վայելքները դրանք եթե Քրիստոսով չեն, այդ ամբողջ անուրակ են, անպետք են։ Ինչքան էլ մեր քիմքին հաճելի լինեն, մեր աչքին, մեր տեսողության եւ մեր լսելիքին ախորժելի լինեն, միևնույն է, դրանք վերջում պիտի փոխվեն տհաճության։ Մարդիկ հարբում են, մարդիկ տարբեր թմրանյութեր են օգտագործում, մարդիկ տեսակ վատ բաներով են զբաղվում, ու դա իրենց հաճելի է թվում, բայց այդ հաճույքը ժամանակավոր է, հետո գալիս է գարշելի պահերը։ Իսկ եթե Քրիստոսով ես դու քո կյանքը լցնում, Քրիստոսով ես դու քո հաճույքներն ու վայելքները լցնում, դրանք հարազվարճ ուրախության առիթ ես դարձնում։ Սիրելիներս, այսօրվա ավետարանը շատ կարևոր է, որպեսզի մենք ունենանք հետևյալ պատգամը, որ առանց Քրիստոսի ուրախությունը կատարյալ չի։ Այն ինչ որ պահի ընդհատվում է կամ կիսատ է մնում։ Իրական երջանկությունը Աստծո հետ համերաշխությունն է, Աստծո հետ քո կյանքը անցնելն է, քո ճանապարհն անցնելն է, Աստծո քո ճշմարտությանը հասնելն է։ Եվ չմոռանանք սրբերին իրենց բարեխոսությունը խնդրելու համար մեր եւ Աստծո միջև որպես բարեխոս միջնորդներ ունենալու։ Այնտեղ հարսանիքին Քրիստոս մենակ չհրավիրվեց, իր աշակերտների հետ հրավիրվեց։ Եվ այնտեղ Քրիստոս ինքը տեսավ, որ այլևս գինի չկա, բայց ջուրը գինի դարձավ այն ժամանակ, երբ որ Աստվածամայրը խնդրեց իրենից։ Եվ չմոռանանք նաև ծառաներին, ովքեր որ այդ պահին սեղան սպասավորում էին։ Չի ասում, որ ջուրը կարասների մեջ գինի դարձավ, գուցե տանելու ճանապարհին դարձավ։ Ինչն էլ հավատքի մասին է խոսում։ Ծառաները, որոնք որ ջուրը վերցրեցին, իրենց լցրած ջուրը, իրենք էին լցրել այդ թակույկների մեջ ջուրը։ Հանկարծ գալիս է Քրիստոս, ասում է՝ տարեք տվեք սեղանապետին։ Պատկերացնում եք գինու փոխարեն ջուր տանել, ինչ անարգանք է լինում։ Իրենց հավատքը Քրիստոսի նկատմամբ, ճիշտ է, թերևս առաջի անգամ գուցե հանդիպեցին Քրիստոսին, բայց վստահեցին Տիրոջ այդ խոսքին, կամ էլ ենթարկվեցին առողջական հրամանին, չեմ կարող ասել, բայց վերցրեցին այդ ջուրը եւ տարան տաճարապետին, եւ գուցե տանելու ճանապարհին ջուրը գինի դարձավ, ինչպես որ կույրերն էին, որ կամ բուրոտները, որ ճանապարհին մաքրվեցին միջկնում էին։ Հավատքի կարևորությունը այստեղ շատ մեծ նշանակություն ունի։ Եվ մենք առանց հավատքի չենք կարող Քրիստոսին մեր կյանք հրավիրել։ Աստված թող մեր կյանքը լցնի, երբեք զվարթարար գինին մեր կյանքից չպակասի եւ պակասելու դեպքում միայն Քրիստոսով այն ավելացվի։ Տիրոջ սերն ու խաղաղությունը, Սուրբ Հոգու շնորհները, Հայր Աստծո ողորմությունը ամենքից այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։